Փետրվարի 21-ին ժամը 11:50-ին շտապօգնության թիվ 4 ենթակայանից ոստիկանության Էրեբունու բաժնում ահազանգ էր ստացվել, որ Նուբարաշենի վարչական տարածքի տներից մեկում տղամարդու դիակ է հայտնաբերվել։ Դեպքի վեր մեկնած օպերատիվ խումբը 45-ամյա Լյովա Ապրոյանին պատկանող տանը հայտնաբերել էր 45-ամյա Գրիգոր Հաջի Պողոսյանի դիակը բռնության հետքերով։ Նույն օրը ոստիկանության Էրեբունու բաժնի եւ Նուբարաշենի բաժանմունքի աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների շնորհիվ Նուբարաշենի A2 թաղամասից բերման ենթարկվեց Լյովա Ապրոյանը, որը խոստովանեց, որ փետրվարի 20-ի երեկոյան ժամը 19-ի սահմաններում տանը ոգելից խմիչքի ազդեցության տակ վիճաբանել է Գրիգոր Հաջի Պողոսյանի հետ եւ բռունցքներով հարվածներ հասցրել նրա դեմքին ու գլխին։ Ստացված մարմնական վնասվածքների հետևանքով Հաջի Պողոսյանը մահացել է։ Լյովա Ապրոյանը ձերբակալված է, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, հանգամանքները պարզում են, կատարում է նախաքննություն։ Ըստ Հայաստանի Հանրապետության ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի փետրվարի 21-ից 22-ը հանրապետությունում արձանագրված գողության 13 դեպքից բացահայտվել է 11-ը, իսկ մարմնական վնասվածք հասցնելու 10, խուլիգանության 2 եւ խարտախության 3 դեպքերն էլ բացահայտվել են։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 3 դեպք։ Անցած մեկ օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 3 պատահար, 3 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ 2011 թվականի դեկտեմբերի 23-ի գիշերը Երևանի Տիգրան Մեծի պողոտայում գտնվող Էլա գիշերային ակումբի պարուհիներից մեկը ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում էր տվել, որ ժամը 1-ի սահմաններում ակումբի հաճախորդներ գյումրեցիներ Ոմնգոր եւ նրա երկու ընկերները բարձրաձայն հայոել են, խանգարել ակումբի բնականոն աշխատանքը եւ անհիմն վիճաբանելով հաճախորդներից մեկի հետ բաժակներով, մոխրամանով ու շշերով հարվածել են նրան։ Դուժողը մարմնական մի շարք վնասվածքներով, այդ թվում գլխուղեղի ցնցում, գանգի, ոսկրերի, մատների եւ քթոսկրի կոտրվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց։ Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ խուլիգանության հատկանիշներով, իսկ խուլիգանության մասնակից Գյումրիի բնակիչ Գոր Պոլեյանի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում։ Ոստիկանության Էրեբունու բաժնի աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների շնորհիվ փետրվարի 21-ին ժամը 18:50-ին ոստիկանության ծառայողները Գոր Պոլեյանին Գյումրի քաղաքի Ավազնոց թաղամասում հայտնաբերել եւ բերման է ենթարկել։ Պոլեյանը տեղափոխվել է քրեակատորողական հիմնարկ։ Հերթապահմասի տեսախցիկը կրկին շրջեց Երևանի փողոցներում, արձանագրելով երթևեկության կանոնների ակնհայտ խախտումներ։ Նկարահանված տեսանյութերի հիման վրա ճանապարհային ոստիկանության կողմից կայացվելու են որոշումներ տրանսպորտային միջոցների իրավախախտում կատարած տերերին կամ դրանք վարող անձանց վարչական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ։
Հայաստանի Հանրապետության ոստիկանության կրթահամալիրի ուսումնական կենտրոն, քոլեջ եւ ակադեմիա 2012-13 թվականների ուսումնական տարվա դիմորդների փաստաթղթերի ընդունման, ընտրության եւ ընդունելության գործընթացն արդյունավետ կազմակերպելու նպատակով կազմվել է ժամանակացույց, որին մանրամասն կարող եք ծանոթանալ ոստիկանության կայքեջում եւ 02 շաբաթաթերթում։ Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը հայտարարում է ոստիկանության կրթահամալիրի ուսումնական կենտրոնի 2012-13 ուսումնական տարվա ընդունելություն նախնական մասնագիտական կրթական ծրագրով ոստիկանական գործ մասնագիտությամբ ուսումնառության համար։ Ընդունելության կարգին եւ պայմաններին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ ոստիկանության ինտերնետային կայքում եւ 02 շաբաթաթերթում։